Պապ, ուր ենք գնում։ Սուս մնա ու խելոք նստի տեղդ։ Պապ, ես ուզում եմ իմանամ ուր ենք գնում։ Ես գիտեի նստելու եմ զրուցենք, ոչ թե ինչ-որ տեղ գնանք։ Ասեցի ձենդ կտրի ու նստի տեղդ։ Արամ կանգնի։ Արամ ասում եմ կանգնի։ Ծպտունդ չլսեմ էլ։ Լսում ես ինձ Լեա։ Պայմանավորվեցինք։ Թող իջնեմ, պապ։ Ես քո հետ ոչ միտեղ չեմ ուզում գամ։ Իսկ ես թքած ունեմ, թե դու ինչ ես ուզում։ Ծպտունդ չլսեմ, վերընկի տեղդ։ Արա քշի Արամ։ Դուրս տեղ հեռախոսս, պապ։ Արամ ասում եմ արա քշի։ Սրանից արագ չեմ կարա ցավը տանեմ։ Լիքը փոստ կա, գտանք ավտոն կջարդենք։ Ասեցի արագ։ Հենց կարողացա միանգամից եկա աղբերս։ Գիտեմ ով ջան, ապրես շատ։ Դու են ասա, հիմա վիճակդ ոնց է։ Իրականում ավելի վատ էի պատկերացնում։ Ինձ թվում էր չեմ կարողանալու քայլեմ, գլուխս պտտվելու է, բայց փառք Աստծո ամեն ինչ լավ է։ Պապի ջան, դու քիչ ես նստում։ Միջով սեղանին մի բան չտնեմ, չեմ նստի։ Չէ, էլի, արի հանգիստ նստենք։ Դուք հանգիստ զրուցեք, ես հիմա կգամ, չեմ փախչի։ Ախպերս անիմաստ է։ Պապին եթե որոշել է, որ պետք է սեղան դնի, ուրեմն իրան ոչ մի բան չի խանգարի։ Լեո, քեզ ինչ է եղել։ Ինչ եկել եմ հետս մի բառ չես խոսում։ Գլուխս մի քիչ խառնավ ով ջան կներես։ Ո՞բա մաման ոնց է։ Վիրահատությունից հետո վիճակը ոնց է։ Լավ է, վատ չի։ Կարևորը որ լավ է տրամադրված։ Ու այս հիվանդանոցային թեմաներից բարձնենք։ Երբ իրար տենում ենք, մենակ դրա մասին ենք խոսում։ Դե ոնց պտտվում ենք, այդ խնդիրն է։ Ինչ անենք։ Արամ կանգնի, լավ չեմ զգում ինձ։ Չկանգնես Արամ քշի։ Պապ, լավ չեմ զգում ինձ։ Էդ արդեն պարզ էր քո արարքներից։ Քշի Արամ չկանգնես։ Արամ կանգնի։ Արամ ասում եմ կանգնի։ Լեա բերանդ փակի ու խելոք նստի տեղդ։ Ես ասում եմ կանգնի, Արամ հենց հիմա։ Ձաց ունեմ, կներես, բայց ես չեմ կարա քշեմ։ Արստեղ։ Ուզածդ ի՞նչ է։ Որ թողես ապրեմ։ Ում հետ է չկայացած անասունի։ Չկայացած անասուն լիներ, ամեն ինչ չէր թողնի գար հետդ հանդիպման։ Հենց չի ես հիմա Լեոյի նկարագիրն եմ քեզանից ուզում։ Առաջի օրվանից էլ պարզ էր թե դա ով է։ Իսկ ես նոր եմ բացահայտում, թե դու ով ես։ Քեզ ով է իրավունք տվել, որ դու իմ հետ սենց խոսես։ Քայլերդ, պապ։ Մի հատ հավաքի քեզ։ Դիմացդ ընկերուհիներդ չեն կանգնած։ Ինչի իմ հետ սենց վարվեցիր։ Էդ քո Լեոյին ես շանս տվեցի, որ գա մեր տուն։ Այ ինքը չօգտագործեց իր շանսը։ Կանչել մեր տուն ստորացնել է այդ տղային, այդ շանս չի, պապ։ Հələ մի բան էլ ծննդյանս օրը ինձ ասում էր, ես քեզ երջանկություն եմ մաղթում։ Եթե ես էլ այդ երջանկությունը, ես ինձ չեմ ուզում։ Ես եմ տենց ուզում ու թքած ունեմ ամեն ինչի վրա։ Երբ որ ես տենց եմ ուզում, պիտի տենց էլ լինի։ Ձեր համար էլ տենց լավ կլինի։ Մաքուրոթը շնչեցիր։ Հիմա լավ ես քեզ զգում։ Թե չէ անդադար խոսում ես։ Հիմա նստի ավտոն։ Գնամ, պապ։ Նստարու ձենը չլսեմ։ Էդ չզանգես ես համարին արա։ Լսում ես ինչ եմ ասում։ Մյուս անգամ քեզնից զանգ չգա։
Նեգնացի աղբերս։ Կներես, չկարողացանք նորմալ շփվենք ով։ Ոչինչ բան չկա։ Բայց որ ասեիր խի ես այս վիճակում, կարող եմ մի հատ լուծում գտնեինք։ Հետո կզանգեմ կխոսանք, լավ։ Կսպասեմ։ Հաջող տեղ ջան։ Լավ մնացեք։ Դու էլ։ Ան ինչ եղավ։ Հեչ։ Զանգեցի Լեային, Հունանը պատասխանեց։ Աչքիս հեռախոսը վերցրել է ու չի թողել դուրս գա տնից։ Ես կզարմանայի, որ մենք մի հատ կինո չբռնեինք։ Ես գնում եմ Լեայի հետևից, Դավ։ Դու ոչ մի տեղը չես գնում, մնա տեղդ։ Դավո, ես ամեն գնով պետքա հասնեմ Լեային։ Հա, Լեո ջան, հասկացա, բայց հիմա տակ գլխով որոշումներ կայացնել պետք չի։ Մնա կհասկանանք ինչ ենք անում։ Դավ, ես արդեն հասկացել եմ ինչ պետք է անեմ։ Ես գնում եմ Լեայի հետևից, լավ։ Չէ, ախպերը, սպասի։ Դավ, գնացի։ Լեո հետ արի։ Լավ էլի, Դավո։ Դավիթ ինչ եղե։ Անցի վերև։ Սենց մինչև ուր ես հասնելու, պապ։ Ստողում մոտել խայտարակարեցիր մեզ։ Հիմար երեխա։ Ինչի։ Որովհետև բան ես խոստացել, հիմա չի ստացվում իրականացնել։ Այսինքն։ Դե Արամի ես կտրուկ հայտնվել է, ինձ ինչ-որ սիրո խոստովանություն անելը։ Շատ տարօրինակ այս ամեն ինչը, պապ։ Ինձ ինչի ա թվում, որ դու Արամին ինչ-որ բան ես խոստացել, ու դրա համար ես ներկայացումը սարքեցիր Լեոյի գլխին։ Դու լրիվ ես խելքդ գցել, աղջիկ ջան։ Ես ոնց կարամ իմ երեխուն ինչ-որ մեկին խոստանամ։ Ես ընդամենը իրավիճակն եմ ներկայացնում։ Սխալ ես ներկայացնում։ Ինձ ում տեղն ես դրել, այն դաստիրակ։ Թե պարտադիր պետք է ձեռք բարձրացնեմ վրեդ, որ հասկանաս հորդ հետ չի կարելի տենց խոսել։ Դե ես չեմ զարմանա, որ ծեծելուն էլ անցնես։ Ես ուր ենք հասել, պապ։ Դու ինձ ծեծելուց ես խոսում, դու արդեն ի վրա ձեռք բարձրացնելուց ես խոսում։ Իսկ դու ինձ ստորացնելով ու նվաստացնելով ես զբաղված։ Ուրեմն լսի, սրանից հետո անում ես այնց ոնց որ ես եմ ասում։ Ոչ մի բան չես քննարկում, հասկացար ինձ։ Չէ, պապ։ Ես քո հետ համաձայն չեմ։ Ու ինչքան համաձայն չլինեմ, եկա խոսելու եմ։ Դու Անցնես։ Բար չլսեմ քեզնից։ Այս կապը կտրած արդեն հասել այն օրին, որ ինձ ասում է, պապա կարող է դու ինձ Արամին ես խոստացել։ Դու մորթեն իմ արժանապատվության հետ ես խաղում։ Հասկանում ես ինձ ասում է դու Արամին ես խոստացել ինձ։ Լավ հունա, ջղայնացած ա եղել, հիմարությունը ասել է։ Ինձ, հասկանում ես ինձ ասում է, Արամին ես խոստացել։ քո աղջկա կյանքն ու սերն ես տրորում։ Դրա մասին խոսան նոր անցի իմ ասածներին։ Բայց բուրը ֆոկի։ Գնա սենյակ, կհանգստանաս, կխոսենք, խնդրում եմ։ Ես Հունանը չլնեմ, թե քո այսօրվա բոլոր ասածների իրականություն չսարքեմ։ Արամին եմ խոստացել։ Տենց ես մտածում։ Ուրեմն տենց էլ իմացի։ Տես քեզ ոնց եմ շատ արագ ամուսնացնում։ Խոստացել եմ, ուրեմն կանեմ։ Բա մոտ չի որ չանեմ։ Ես իմ խոսքի տերն եմ։ Գիտես ոնց եմ հարսանիքիդ բարելու։ Հպարտ, ձերքերս վեր բարձրացրած, գոռալու եմ, բոլորին ասելու եմ, որ
աղջկաս խոստացել էի Արամին։ Ու նվիրեցի։ Դու տես քո համար ինչ իդեալական ընտանիք եմ ապահովելու։ Որովհետև Արամին ոնց ասես տենց կշարժվի։ Իսկ Լեոին բան չես կարող ասես, չէ՞։ Այդ քո Լեոին կարամ ամեն անգամ ոտքերից տակ վերցնեմ, սրբեմ վրեն ու անցնեմ առաջ։ Այսքան ժամանակ եթե ես դրան հանդուրժել եմ, մենակ քո համար ա եղել։ Սրանից հետո տես չի լինելու։ Ես Արամի հետ ոչ մի կապ չեմ ունենալու։ Այդ մեկը միշտ հիշի։ Այդ ես եմ որոշելու։ Այդ ես եմ որոշում։ Լեա մի ստիպի ինձ։ Դու քո եսասիրությամբ ինձ կործանման ես տանում։ Հունան! Մտի ներս դուրը փակի ձայն չհանես, լսում ես։ Ինչի վախենում ես սպանի։ Ներս մտի։ Հունա, խնդրում եմ, կհանգստանա հետո կխոսենք։ Ոչ մի բան մի օր աղաչում եմ։ Ոչ մի բան չանելու ժամանակները արդեն անցել են։ Խնդրում եմ, կհանգստանա, դու էլ կհանգստանաս, կնստենք, բոլորով կխոսենք։ Մի արա ոչ մի բան։ Ինա մի կողմանցի չեմ ուզում քեզ էլի ցավաստեմ։ Չէ, չեմ գնալու, իջի ներքև։ Հերո գնա, մամ ջան։ Ոչ մի բան չի լինի։ Թող գա։ Ես արդեն նրան ենք ասել, որ քո ինձ մոտենալը վախենալու է։ Հունան։ Ուշադիր ինձ լսի, տես ինչ եմ ասում քեզ։ Ես ոչ մի բան չեմ ուզում լսեմ։ Ոչ Լեոյից հեռու մնալու, ոչ էլ Արամի հետ ամուսնանալու մասին։ Ձայնդ կտրի ու ինձ լսի։ Ինչքան շարունակես տենց հետս խոսալ, այնքան չեմ լսելու, պապ։ Պիտի լսես։ Որովհետև եթե ես ինչ-որ մի բան եմ ուզում, ուրեմն պիտի տենց լինի։ Այսինքն սեր հարգանք ամեն ինչ մի կողմ ենք դնում։ Այդ սերն ու հարգանքը դու արդեն վաղուց մի կողմ ես դրել։ Այ հիմա պիտի դրա պատուղները քաղես։ Ես չեմ պատրաստում քո հետ այս կերպով շատ բան քննարկեմ։ Դուրս արի սենյակիցս։ Լեա չափերը տանցնում ես։ Քեզ ասում եմ դուրս արի սենյակիցս։ Ձայնդ կտրի։ Դուրս արի, ես զզվում եմ քեզանից։ Հերիքա։ Գնացի Գրիշ, գնամ քնեմ, վաղը բեմ խոսք ունենք, տանջվելու ենք։ Բայց մի հատ գրքի էլ պահել չկա, հա։ Կարող ես որ վայղացից ես նեղվել։ Հորի չխոսանք էլի։ Բայց խի չխոսանք որ մաքուր օդին լավ եղանակին կանգնած խոսում եք ինչ ա եղել։ Լավ էլի չեմ ուզում ոչ մի բանի մասին խոսանք։ Այս հավատանամ երկու բար կխոսանք կգնաս դու լավ։ Գրիշ ամբողջ օրը իրար հետ ենք եղել, էլ ինչ խոսալ։ Կյանք ես մենք ամբողջ կյանքում ենք պատրաստվում իրար հետ լինել, դու ընդհանրապես այսօր խոսացել ես ու անունը դրել ես էլ չկա խոսալու բան։ Գրիշ, խնդրում եմ, ուզում եմ գնամ, քնեմ։
լավներ խաղադ։ Հաջողիկ ստացար։ Հիմա խոսելու իմ հերթն է։ Ես չեմ հանդուրժի, որ որևէ մեկը աղջկաս հետ սենց վարվի։ Ես դեռ հանգիստ եմ խոսում, բայց Աստված չանի, եթե պայթեմ։ Ես քեզ դեռ խնդրում եմ։ Ես լռեցի, համբերեցի, փորձեցի չխառնվել, բայց այստեղ արդեն հոր ու աղջկա հարաբերություններ չեն։ Այստեղ իմ աղջիկն է, ու ինչ-որ տղամարդ, որ փորձում է աղջկա Սահաբեկի։ Այս մարմնի մեջ էլ հունան չկա, հունանն ավարտվել է։ Այս մարմնի մեջ ինչ-որ խաղամոլ է։ Խաղամոլ եմ, հա։ Հա։ Ով իր աղջկա ապագան ոնց ասես պարտվեց։ Այդ լակոտը չի կարա իմ աղջկա ապագան լինի։ Ինչի։ Որովհետև հորը սպանել ես։ Հա։ Հենց դրա համար։ Դե գնա աղջկա ասա։ Ինչի չես ասում։ Գնա ասա։ Ասելն ավելի հեշտ չի։ Դու ուղղակի չես պատկերացնում ինչքան դժվար է։ Իսկ աղջկադ սենց հոգեկան ծանր ապրումների հասցնելը դժվար չի։ Այս տանը ինչ-որ արժե համակարգի հեղաշրջում ա եղել, որից ես տեղյակ չեմ։ Ոչ կարեկցանք կա, ոչ հարգանք կա, ոչ ափսոսանք կա։ Այս են տունը չի, որտեղ ես ապրել եմ։ Կամ ինձ վերադարձնում ես իմ տունը, կամ… Կամ ինչ։ Կգնաս։ Սարիկ։ Սուզ։ Ախպերս։ Ինչ կա, բրատ։ Բան չէ, դու ասա։ Էլ ասելու բան չկա, պիտի արվի։ Ինչ։ Լեային պետքա փախցնենք։ Հաստատ լավ ես մտածել։ Սրանից ճիշտ որոշում էլ չի էլ կարա լինի։ Երբ եմ գալիս։ Հենց հիմա։ Ուր։ Են մեր տան Խաչմերուկի մոտ։ Ունդեղից իրար հետ կշարժվենք։ Հասկացա։ Շնորհակալ եմ, Սար։ Վատ ես դու։ Կա փախցնելուց առաջ մեզ զանգել, որ վերջում էլ պիտի շնորհակալություն հայտնես։ Բայց ես չանեմ ով անի։ Լավ դե արի։ Քեզ եմ սպասում, չուշանաս։ Այդտեղ ոչքներս են ապրում։ Լեոներ, Հա։ Սարի, մենակ չասես, որ որոշել եք Լեային փախցնեք։ Ինչ ես անկաշներդ սրած լսում, ինչ եմ խոսում։ Սարիկ, չանեք տենց բան։ Սխալ ես լսել, ուրիշ թեմա է։ Դու ավելի լավ արի դուրը փակի։ Սարիկ, Հա։ չանեք տենց բան ասեցի։ Լսի, բերանդ փակ ես վամ ու վերջ, ոչ մեկին ոչ մի խոսք։ Հանար, Լեո, հիմա բան եմ ասում, պանիկայի մեջ չես ընկնում։ ինչ է այլ։ Այս Սարիկն ու Լեոն ոնց որ թե գալիս են քեզ փախցնելու։
Նորա ինչ ես խոսում, ինչ փախցնել։ Լուսի չգիտեմ ինչ են համենայն դեպս պիտի մի բան անենք հիմարություն չանեն։ Սպասի Լեոին զանգեմ արագ։ Չէ, Լեա, Սարիկը որ իմանա քեզ ասել եմ ինձ կսպանի։ Նորա ավելի լավ է Սարիկը քո վրա ջղենանա, քան պապան Լեոին ու Սարիկին սպանի իսկականից։ Սպասի նար հեսա կզանգեմ։ Լեո, ուր ես, ինչ ես անում։ Լեո, ճիշտն ասա, ինչ եք պլանավորել դու ու Սարիկը։ Լեոյից լուր չկա, հա։ Սարիկի հետ խոսացի, ասեց գնում եմ մոտը։ Հիմարություն չեն անի, չէ։ Չգիտեմ, պապ։ Լեոնա։ Չէ։ Այսա կգամ։ Հա Լեա։ Արամ, որ խնդրեմ տեղատուն կգնաս, մաման իրան շատ վատ ազգում, տեղա պետք։ Հա, ոնց չեմ գնա, ինչ դեղա։ Հեսա SMS կանեմ։ Լավ։ Ալո։ Դա ոնց ես։ Գիտեմ, որ Լեոն քեզ ամեն ինչ պատմած կլինի։ Իմացի, որ չէի կարա իրան պաշտպանեի, դա խառնվել էի իրար չգիտեի ինչ անեի։ Շատ վատ վիճակ էր։ Գոնե դու ինձ հասկացի էլի։ Ամեն ինչում ինձ եք մեղադրում, բայց ախր ոչ մի բան չէի կարա անեի, դա։ Էլ չզանգես մանան։ Գնացինք աղբերես։ Պետքա նավիգատոր ախպերես։ Սարիկ չէ ինչ նավիգատոր աղբեր, քշի գնանք։ Ապա հաստատ ճիշտ ես որոշի։ Հա աղբերես, ես Լեային խոսք եմ տվել, որ տեր եմ լինելու իրան։ Ունանն էլ նենց ուզում անի, որ բաժանի մեզ։ Լեան էլ ասում է, որ ինձ է ընտրել։ Գնացինք։ Արի նստի պիտի խոսենք։ Մամա, դուրս արի սենյակից, չեմ ուզում ոչ մի բան խոսեմ։ Ինչ։ Ասում եմ դուրս արի սենյակից։ Ես ոչ մի բան չունեմ քո հետ խոսելու։ Ես ինչ ձև ես քեզ պահում, Լեա։ Չեմ ներելու քեզ, մամ։ Քո լուր լինելուց ամեն ինչ պարզ դարձավ։ Ու քո լռելն է, որ մեզ այսօրին է հասցրել։ Դու պապան ոչ մի արդարացում չունեք։ Դուք ահա որ եսասեր եք։ Ու հիշի, որ միշտ չի պապան ճիշտ։ Հերիքա խաղալիքի նման հետևից պտտվես։ Հասկանում ես, որ հիմարություններ ես դուրս տալիս։ Ուրեմն դուրս գնա, որ չլսես այդ հիմարությունները։ Գնա, մամ։
Հիմա ո՞նց է դուրս գալու ախպեր։ Շատ գիտեմ Սարիկ։ Սպասի զանգեմ։ Կարողանում ես դուրս գաս։ Լեո, ախր խնդրեցի, որ չգաս։ Ես ինչ եք անում։ Լեա, քեզ եմ սպասում։ Դուրս արի, որ իրար հետ գնանք։ Լավ արել, չի չարել։ Եկել դիմացս կանգնել եք իմ երեխուն ահաբեկում է։ Տեսար ոնց հետը խոսած։ Չի ստացվում, չէ՞ հանգիստ մնալ։ Լավ, վերցնա։ Կասեցի, որ հիմա այլ է թեմա սկանդալ սարքել։ Դոկտորից գլուխ սկանդալ է։ Սարքել պետք չի։ 2 րոպե պարապ եմ թողում 67 սկանդալ դիվիզիոնը գալիս է։ Դե ունեն ջան, երբով հարցի։ Դու էլ պակաս սկանդալ սարքողը չես։ Հələ մի րոպե։ Ունես քոնն ասեցիր գնում ես, հա։ Այսօր անտանելի ես, երդվում եմ հունան։ Անտանելի եմ մի տար։ Ոչ մեկը չի խնդրել։ Ինձ երբեք ոչ մեկ չի խնդրել։ Հասկացար։ Արա դե ուրիշ ես էլի դու։ Դուրս արի այդ Միջանցքի հայլու դիմաց կանգնի ու քեզ լավ գովա։ Այս դեղերը արա ոնց որ ձեր համար էին, հա ուզե։ Ապրես վալես։ Ես ինչի չես կնում։ Ինչքան շատ կնես, այնքան շուտ կապակենվես։ Բան չասի, պապ ջան։ Ուղղակի չեմ կարող քնեմ, քանի Լեոն տունը չի։ Շատ ճուշացավ է երեխան տա։ Հա, շատ ուշացավ։ Իդեշես վերջերս նոր վախ եմ մոտս սկսել։ Հենց Լեոն տունը չի լինում, գիշերով դուրս է գալիս, հատկապես մոտս տագնապ է սկսում։ Մենակ դու չես տագնապի մեջ։ Ոչ միայն Լեոյի պատճառով։ Ես Մանանի համար եմ շատ անհանգստան։ Այ պապի, Մանանի համար ես էլ եմ շատ անհանգստանում, բայց ինչ անեմ։ Ես Ռաֆոյի առաջ շատ մեղավոր եմ զգում ինձ։ Չկարողացա այդ երեխուն պահեմ։ Դու չես կարողացել պահես։ Պապի դու մեզ դենց ես պահել, հատկապես Մանանին, որսկի ծնողներ իրանց երեխեքին տենց չեն պահում։ Բա ինչի էսպես եղավ։ Ինչի է իրան այդպես պահում։ Դե, այդ իրա ընտրությունն է, պապ։ Իրա երջանկության պատկերացումն է։ Երևի մեր ու իրա
երջանկության պատկերացումները լրիվ տարբեր են։ Ինքը փողի մեջ է պատկերացնում իր երջանկությունը։ Գլուխը պատին է տալիս։ Հիմար աղջիկ։ Երջանկությունը փողը չի է։ Երջանկությունն է նա, որ լավ ընտանիք ունես։ Երջանկությունն է նա, որ ընտանիքդ առողջ է։ Երջանկությունն է նա, որ ընտանիքիդ հետ ամեն առավոտ փառք ես տալիս Աստծուն լույսը բացվելու համար։ Երջանկությունն է նա, որ թե ուրախություն, թե տխրություն հարազատներիդ հետ ես անցկացնում։ Ես այդ դասին ներկա եմ եղել։ Այդ դասը լավ սովորել եմ։ Դու էլ Լեոն էլ։ Մենակ մանուշակը չհասկացավ, թե ինչա պետք երջանիկ լինելու համար։ Պապի հերիքա քեզ տանջես, որովհետև տենց ես էլ եմ տանջվում։ Մանուշակի մասին, որ մտածում եմ, ներվայնանում եմ, արի չխոսանք էլ իրա մասին։ Ներիր ինձ բալես, ինչ ասեմ։ Ես միա մտածում եմ աշխատելու մասին։ Ուզում եմ մի հատ այնց գործ գտնեմ, որ քիչ լինի տանջանքը, բայց գումարը շատ լինի։ Առայժմ մոռացիր աշխատելու մասին եղավ։ Պապի, ես չեմ կարա տունը պարապ նստեմ։ Ամբողջ կյանքդ աշխատել ես մեզ համար, հերիք եղավ։ Հիմա ժամանակն է, որ մենք աշխատենք, դու մի քիչ հանգստանաս, ապաքինվես։ Վայ մի հատ զանգ գիտես ինչ եղավ այդ լակոտը։ Չի պատասխանում։ Ես քո։ Տոպրակդ վերցրու, Լարա։ Արա ինչ որ շատ ես դու խառնում այդ տաղա։ Լեզվիդ մի տվապեր։ Արա քեզով խոսցրեց вообще։ Կարող անգելես հետևից է տապեր ջան։ Կարողա չէ, հաստատ։ Համել ես գիշեր Էրազից տեսել եմ այստեղու հետ վատ բան ա լինում, Սարիկ։ Ես անգամ քո համար քնած, ին որով վերած չտենաս։ Եղավ։ Դե լսի, որ սիրածս աղջկանից հեռու մնաս, այդ ժամանակ կարողա մտածեմ ու հանեմ քեզ երազներիս մեջից։ Ինչ որ քեզ չեմ հիշում Լեայի կողքը, այդ չեմ ասում Մակոսների տանը։ Թող Լարա։ Դե, դուրս արի միջանցք ու քեզ հայլու մեջ նայի, դե գնա։ Լավ կանես դու գնաս նայես։ Գուցե հասկանաս, որ քո մեջ ապրող մարդը մեռնում է։ Եթե դու իմ մասին այդ կարծիքին ես, ես քո փոխարեն չէի ապրի սենց մարդու հետ։ Մի մտածի, ես բարձր իմունիտետ ունեմ։ Ու եթե միշև հիմա դիմացել եմ, ինձ ոչինչ չի կարող ընկճել։ Շատ չափազանց ուրախ եմ քո համար սիրելիս։ Ինձ հետ ոնց ուզում ես վարվի, բայց երեխեքին մի դժբախտացրու։ Այդ երեխեքը հենց իրանք իրանց են դժբախտացնում։ Ինգլխից պիտի մռուցը ջարդեի, որ Լիայի կողքին չհայտնվե իրարա։ Թող Սարիկ։ Ինչ եք անում։ Ներդես կողմարի, Լեո։ Ինչ ես անում, գժվել ես։ Սուս մնա արի նստի ավտոն։ Լեո, ո՞նց ես վիճակում թողնենք։ Հանգիստ տեղի, ինքը իրան կօգնի, նստի ավտոն, Սարիկ արի։ Լեո։ Արի Լեա։